Պարոն Ռոստոմյան, հունիսի 7-ին ընտրություններ եւ ձեր հասարակական կազմակերպությունը հայտարարություն ենք հասկանալ սպասելիքները, ձեզ ինչ շարունակություն ոչ միայն մեր, այլ ընդհանրապես մեր քաղաքացիների մեր սպասելիքները չի արդարացել, որտեղ բոլորը սպասում էին, որ պետք է ոչ միայն Քարոզ Արշավի բարակամ, այլ նաև ընտրություններից հետո տեսնենք, որ իշխանությունը արդեն իշխանություն չի։ Այս եղավ այն ինչ որ եղավ, որ սա սպասելի էր, որտեղ ուղղակի պետք է նույնն քաղաքական ուժերն էլ ամեն ինչը, որ մինչև այդ ասում էին պլան B ունենք, պլան կամ G ունենք, մյուս, պետք է այդ ամեն ինչը այսօր երևալ, բայց չի երևում։ Ես ուղղակի մի բան կարող եմ ասել այս պահին, քանի որ հստակ գիտենք, որ բոլորը կարող են իրենց մեղքը իշխանության մասնախոսքը գցեն կենտրոնական հանձնաժողովի վրա, բոլորը գիտենք, որ կենտրոնական հանձնաժողովը նկարչություն է արել։ Ես կցանկանեմ, որ այսօրվանից ևեթ օրակարգը սկսվի կենտրոնական հանձնաժողովի նախագահի հրաժարականի պահանջով, որը այդպես գեներացնեն փողոց, դրանով սկսեն։ Ես չեմ ասում, դա կարևորագույն առաջնային խնդիր է, բայց բոլորս գիտենք, որ ինքն է նկարչություն արել։ Իր պահանջով թող գեներացվեն, մինչև իրենք այդ իրենց պլան B-ը փորձեն իրականացնել։ Պարոն Ռոստոմյան, երբ Նիկոլ Փաշինյանի այս խոսունքը շանտաժի տեսքով երբ խոսում է, սա մինչև ուր կարող է հասնել, այսօր կառավարությունը ճեպազրույցի ժամանակ հոկոլասած պետք է հատակարարությանը, որ պետք է մնալը բանջում են հայտնվելու, ես գործընթաց մինչև երբ պետք է շարունակվի։ Իմ կարծիքով այս գործընթացը ևս մի տարի կշարունակվի, որովհետև արդեն պարզ է, որ ինքը ոչ լեգիտիմ ընտրված իշխանություն է եւ սրա փորձը մենք ունեցել ենք 96 թվականին, երբ որ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել եւ նաեւ նույն ընտրության օրը եւ քվեաթերթիկները հաշվելը 1/1/96 թվականից հիշեցրեց, ես էլ այդ ժամանակ ընդդիմության շարքերում եմ եղել եւ տեսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանը մի տարի ու կես կարողացավ ցկեր, քիչ ավելի քիչ։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի տարի, որովհետև ոչ լեգիտիմ ընտրված է, հիմնականում հնարավորություն կունեն, եթե իհարկե փողոցապայքարը շարունակվի, այսօրվա Սրբազանի կոչենց դրան էր վերաբերվում, ուզում եք վերցրեք մանդատներ, ուզում եք մի վերցրեք, բայց պետք է փողոցը գեներացվի։ Եթե հանգիստ մնան նոյեմբերի 9-ի նման մի 10-15 օրից հետո ինքը ավելի կպնդվի ու նույն ռեպրեսիաները կշարունակի եւ ելի կմնա 5 տարի։ Պետք է ուղղակի փողոցային պայքարը շարունակվի եւ դրա համար ես առաջարկեցի, որ կարող են վաղը եւս սկսել կենտրոնական հանձնաժողովից, քանի դեռ ամսի 14-ին նոր նկարչություն չեն հայտարարել։ Միտումներ տեսնում եք, որ փողոցային պայքար կարող է ստեղծվել այս բանը։ Ես չեմ կարող ասել, երևի պետք է այդ ամեն ինչը ընդդիմության ղեկավարներին հարցնել, որովհետև նախ չգիտեմ ինչ քննարկումներ են իրենց մոտ լինում, որպեսզի հստակ ինֆորմացիա ունենալու պարագայում վերլուծեի, բայց այս պահին պետք է միայն սպասենք մինչև վերջնական հայտարարությունների անեն, բայց որ առանձին են անում հայտարարությունները, դա ինձ դուր չի գալ։ Ես կուզենայի, որ ընդհանուր միասնական հայտարարություն լինի ընդդիմության կողմից, որովհետև պետք չի հիմա արդեն ընտրություններից հետո վաճառի ընտրեք համարես, ինչին համար են ջան, հիմա արդեն ընտրությունը եղավ ավարտվել է եւ պետք է ուղղակի միասնական ընդդիմադիր պայքար մղեն, որպեսզի կարողանան իրոք ազատվել, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի ուժեղ է իրեն զգում, բայց քանի որ ոչ լեգիտիմ ընտրված, արդեն հնարավոր է իրեն գցել։ Տեսեք, եղել են փողոցային պայքարներ իշխանապողության պահանջով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով, սակայն որևիցե արդյունքի չեն հասել։ Այս անգամ ինչու պետք է ստացվի եւ արդյոք կստացվի։ Ես դրա համար սկզբից ասացի, որ արդեն այս ընտրությունները ցույց տվեց, որ բավական ընտրախախտումներ եղել եւ ինչ է լինի ամսի 14-ից հետո ինքը ոչ լեգիտիմ իշխանություն է լինելու։ Այսինքն, եթե չկարողացան 2001 թվականին ընդդիմությունը վերել այն դաշտ, որ
ինքը էլի ընտրախախտումները այն ժամանակ անց է, հիմա ակնառու է այդ ամեն ինչը, որովհետև եթե 10%-ներ ընդամենը հաշվարկված քվեաթերթիկների եւ ինքը հայտարարեց, դա նաեւ հոգեբանական ճնշում էր ուսում գործած ընդհանրապես նաեւ ընտրողների վրա, ինքը արեց այն, ինչ որ արվել էր 96 թվականին, դրա համար զուգահեռներ անցկացրեցի, մեկին մեկ կրկնել է 96 թվականի ամեն ինչը։ Շնորհակալություն։